Կիսները ահազանգում են, թե Հալեպում սպառվում են սննդի վերջին պաշարները։ 100,000-ավոր մարդիկ պաշարված են ռուսների աջակցությունը վայելող Ասադի վարչակազմի կողմից։ Տեղում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության ղեկավարը պնդում է, շաբաթներ շարունակ Հալեպի ընդդիմության վերահսկողության տակ գտնվող թաղամասեր մարդասիրական օգնություն չի մտել, եւ եթե զինուժը միջանցք չբացի, հաջորդ շաբաթ արդեն իրավիճակը կարող է աղետալի դառնալ։ ՄԱԿ-ի պաշտոնյան նաև ասել է, որ տեղում մոտ 300 վիրավորներ եւ հիվանդներ շտապ բժշկական օգնության կարիք ունեն։ Սիրիայից ստացվող լուրերը շարունակում են մտահոգել, հաշվի առնելով, որ այնտեղ դեռ շարունակում են մեր հայրենակիցները ապրել ռումբերի պայթյունների տակ, այս հարցը ավելի զգայուն է ընկալվում հայ հասարակության մոտ։ Այսօր ստուդիայում Սիրիայի նախկին դեսպան արևելագետ Դավիթ Հալեպի Չէ, Հայաստանում Սիրիայի։ Չէ, Հայաստանի Սիրիայում խառնեցի, արդեն Սիրիայում Հայաստանի Չէ, Սիրիայում Հայաստանի դեսպան Դավիթ Հովհաննիսյանն է, ներողություն եմ խնդրում, եւ արևելագետ Դավիթ Հովհաննիսյանն է։ Պարոն Հովհաննիսյան, թեև սկսենք վերջին զարգացումներից, Միացյալ Նահանգներում ընտրություններ տեղի ունեցան եւ հասկանում ենք, որ Սիրիայի հարցը ամենաակտուալն էր այս պատմության մեջ, որովհետեւ երկու կողմերն տարբեր դիրքորոշումներ ունեին, այ ինչ կփոխվի այս ամենից հետո։ Ես կարծում եմ, որ Սիրիայի հարցը մեզ համար ակտուալ, սիրիացիների համար ակտուալ, բայց ամերիկացիների համար ակտուալ չի։ Եվ նախ իհարկե ես շատ կուզեի, որ իմ չուզած թեկնածուն ընտրվել արդար ընտրությունների միջոցով Հայաստանում, ինչպես դա եղավ Միացյալ Նահանգներում, չի ասի, որ Հիլարի Քլինտոնների մուզածը, այսինքն ոչ ինձ համար միևնույնն է, բնականաբար, եթե ես ամերիկացի լինեի, ես չէի գնա քվեարկությունների։ Իրենք ասացին, որ ընտրում են չարյաց փոքրագույնին, նայածով, ընդհանուր այդպիսի պատկերացում կա, որպես workers, իրենք են, աշխատավոր դասն ոնց որ թե, նախ աշխատավոր դասը այդքան մեծ չի, եթե նայում ես չափաբաժինները, ապա առանձնապես մեծ տոկոս չի, բայց միջին դասն է հիմնականում քվեարկել Տրամպի օգտին, այն էլ շատ պարզ պատճառներով տաքսերի ինքը ասում է tremendous, այսինքն շատ լուրջ նվազեցում պետք է լինի տաքսերի, այս պատճառով պարզավոր մարդիկ քվեարկել են, բայց շատ հետաքրքիր է, որ ամերիկյան հասարակությունը երբեք այսպես բևեռացված չի եղել, որքան գուցե Վիետնամի ժամանակ, ոնց որ հիմա է, եւ այդ պատճառով ես կարծում եմ, որ Տրամպը նախ եւ առաջ ներքին խնդիրներով է զբաղված լինելու եւ շատ լուրջ, չնայած հասկանալի է, որ արտաքին քաղաքական հսկայական խնդիրներ նույնպես թակելու են դուռը եւ այստեղ կարծում եմ, որ ուղղակի ինչ որ հայտարարություններ անելով արդեն հնարավոր չի լինի սահմանափակվել։ Այն ամենը, ինչ տեղեր ունենում այս վերջին մեկ ամսվա ընթացքում, թե Իրաքում եւ թե Սիրիայում, սա հենց նոյեմբերի 9-ի կապակցությամբ էր, նույն այդ Մոսուլի ազատագրման հետ կապված շատ այսպես հեռուստատեսությամբ ցուցադրվող, բեմականացրած, այսպես շատ լավ կադրեր, հանրապետ փառաջանողական կադրեր էին ձևավորված եւ այդ կադրերը պարզ է ինչի համար էին, ընտրություններ են գալիս եւ ժողովրդավար դեմոկրատների կուսակցության վարչակազմը բնականաբար իր այսպես մարտականությունը, իր կամքը, իր կտրուկ քայլերի գնալու ունակություններ դրսևորում, որպեսզի ցույց տա, որ դեմոկրատական կուսակցության հաջորդ թեկնածուն այս նույն գիծը քաղաքական եւ ռազմաքաղաքական շարունակելու է։ Կարծում եմ, որ Իրաքում ընտրություններից հետո
այլ կերպ արդեն կտեղադրվի, այնտեղ շատ են ուժերը ու շատ խայտաբղետ են Իրաքի շիաներ, Իրանի շիական միլիցիան, քրդեր տարբեր տեսակի եւ այլն, շատ խայտաբղետ է եւ ամեն մեկը իր շահը ունի, իր նպատակը ունի, ամերիկյան զինված ուժերը այնտեղ բացի հատուկ ջոկատներից գոյություն չունեն եւ միայն այդ հատուկ ջոկատներով Մոսուլը ազատագրելը չի ստացվի, այսինքն կռիվ է, իսկական խառը կռիվ է սկսվում։ Հիմա այս նոր ստեղծված իրավիճակում ինչ-որ բան կփոխվի, արդեն հատկապես հաշվի առնելով, որ հենց Սիրիայի հարցում լուրջ տարաձայնություններ կային։ Ես գալիս էի Սիրիայից։ Եվ Սիրիայում նույնն է, էլի նոյեմբերի 9-ի հետ կապված ռուսական այդ այսպես կոչված հումանիտար դադարը, հումանիտար միջանցքի տրամադրման փորձը, պես ամենը նույնպես, ոնց որ ինձ մի քիչ պահկվոցի խաղն է հիշեցնում։ Ես հաշվում եմ, աչքերս փակ է, հետո բացելու եմ, ով չի պահկվել, մեղքը իրենն է, այսինքն ով Ջաբհաթ ալ-Նուսրայա մնում է թիրախում, ով հեռացել է, կարող է ազատվի իսլամական պետություն, Ջաբհաթ ալ-Նուսրա, սրանք թիրախներ են։ Ինչ է լինելու, կռիվը վերականգնվել է, բայց նորից այս կռիվը գնալու է արդեն որոշակի զոնդաժային դիվանագիտության ֆոնի վրա։ Այսինքն այստեղ եթե կար այն ժամանակ լուրջ հակասություն Ամերիկայի, Ռուսաստանի այս հարցում նորից այդ սրված վիճակը պահպանվելու է։ Ես իհարկե բան չեմ, գուշակ չեմ կարող ասել, առանձնապես պատկերացում չունեմ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ, որը բիզնեսմեն է, այդ գիտենք, որը բավականին հաջողակ է։ Հայտարարություններ էր անում մինչև այդ։ Դե միայն հայտարարություններով կարող ենք դատել, որ ասենք Հիլարի Քլինտոնի հետ այդ բանավեճի ժամանակ շատ սուր կերպով ասեց, որ ինչ վատ կլինի, եթե ես Վլադիմիր Պուտինի հետ լեզու գտնեմ, որ մենք Ռուսաստանի հետ սկսենք համագործակցել, շատ լավ է հնչում։ Իհարկե շատ լավ կլինի, որպեսզի այդ համագործակցությունը լինի եւ հատկապես մեզ համար, Հայաստանի համար եւ մեր հայրենակիցների համար Սիրիայում, Իրաքում, դա շատ կարևոր բան է։ Ինչքանով դա կստացվի, սա շատ վիճելի է, որովհետեւ շահերը անմիջական բախման մեջ են մտնում Սիրիայում, բայց ոչ անմիջական բախման մեջ են ամենուր։ Ուղղակի աշխարհի կաղապարի մասին պատկերացումներն են լրիվ տարբեր երկու երկրներում, երկու հասարակություններում, բայց նորից կրկնեմ, այդ զոնդաժային դիվանագիտությունը իհարկե տեղի ունենալու, որպեսզի հնարավորություն գտնվի ինչ-որ պայմանավորվածության կետեր, չնայած դրանք կային, նույն Լավրով-Քերի հանդիպումները բավականին արդյունավետ էին եւ բավականին հետաքրքիր։ Համենայն դեպս լարվածությունը էր ավելի էր։ Դե որովհետեւ չկատարվեցին, որովհետեւ կոպիտ ասած սրանք են գցում, հա։ Եվ դա շատ վատ է։ Այսինքն փոխադարձ վստահության խնդիր կա լրջագույն, այդ ավելի ճիշտ բացակայության, հա, այդ վստահության։ Եվ ինչպես հնարավոր կլինի վերականգնել այդ վստահությունը, շատ դժվարանում եմ ասել։ Հետո ասում են, հա, դե ամբողջ մամուլը, մաս-մեդիան, սոցիալական ցանցերը, հա, տրամպայունացված են։ Եվ բոլորը միահամուռ ասում են, որ հանրապետական է եւ կոնգրեսը եւ սենատը, բայց Թրամփը հանրապետական կուսակցության սիրելի զավակը չի։ Դեռ արդեն ասվում էր, չէ, որ ցանկալի տեխնացուն չէր, որ ացավ հանրապետականից, նույնիսկ նույն ամերիկացիները բազմիցս նշում էին։ Հենց նույն հանրապետականները, որոնց զգալի մասը դեմ է քվեարկել իրեն։ Եվ նորից եմ ասում, ես շատ ուրախ եմ, որ
այս նախադեպը կա, որ չնայած ամբողջ ռեսուրսային կենտրոնները աշխատում էին մի տեխնացուի օգտին, բայց ընտրվեց մյուսը, սա չտեսնված օրինակ է, ես դրանով երջանիկ եմ, որ գործուն է, այդ մեխանիզմը աշխատում է, Չերչիլի ասածը, հիշենք, որ իհարկե շատ վատ ձև է, ժողովրդավարությունը կառավարելու, բայց մնացած բոլոր ձևերը ավելի վատ են։ Տեսեք, հիմա մենք տեսնում ենք, որ համենայնդեպս վերջին լուրերից էր, որ ՄԱԿ-ի աշխատակիցները հազանգել էին, որ Հալեպում արդեն սննդի պաշարներն են սպառվում, այսինքն բավականին լուրջ վիճակ է, հետևի հարյուրավոր վիրավորներ կան, որ չեն կարողանում դուրս գալ։ Այսինքն այս վիճակում հայտնված երկիրը արդեն ինչպես եք դուք պատկերացնում, ինչ պետք է լինի, որ ինչ որ մի մեղմացուցիչ մի բան տեղի ունենա։ Ես անընդհատ սրա մասին խոսում եմ, ես քանի տարի է խոսում եմ, նախ եւ առաջ պիտի ոչնչացվի եւ իսլամական պետությունը եւ Ալ-Կաիդան եւ Ալ-Կաիդայացին կազմակերպությունները, նրանք անընդհատ իրենց անունները փոխում են, չէ, այսօր սա է վտանգավոր, փոխում են անունը, ուրիշ անուն են ձեռբերում, ասում են մենք դրա հետ գործ չունենք, բայց իրականում դրա ձակն է, նույնն է, չի փոխվել, դրանք պիտի ոչնչացվեն։ Եթե դրանք չոչնչացվեն, ոչնչի հասնել չի լինի։ Դե Ռուսաստանը հենց այդ է ասում հիմա եւ այնտեղն մեղադրում են, որ բայց խաղաղ բնակիչներն են այնտեղ։ Չէ, մի քիչ այդպես չի։ Ուրեմն հիմնական վեճը ռուս-ամերիկյան բանակցություններում որն է, թե որոնք են ահաբեկչական կազմակերպությունները։ Եվ դեռ 4 տարի առաջ, երբ որ այս ամենը սկսում էր, ես իմ ամերիկացի ընկերներին մեղադրում էի, ազդեցիկ մարդիկ են, իրավունք ունեի, հենց իրենց դիմելու, որ այս ինչ հիմար բան եք անում, դուք չեք պատկերացնում, ոչ այդ երկիրը, ոչ այդ տարածաշրջանը, դա պայթելու է ձեր գլխին այդ ամենը չթափելու։ Հա, գուցե կարճատև վտանգ ձեզնից հեռացնում եք, միտեղ եք ստեղծում, որ ինչքան անկայուն էլեմենտ կա, վտանգավոր պոտենցիալ ահաբեկիչ, սրանք կարող են գալ այստեղ իրենց, այսպես ասած, էներգիան սպառեն, ոչնչանան, մաղվեն, գնան։ Բայց դա կարճատև էֆեկտ է, երկարատև էֆեկտը ձեզ է հարվածելու, որովհետև ասում եք ժողովրդավարություն, չգիտեմ, օրենքի գերիշխանություն, ճիշտ կառավարում, այդ ամեն ինչի համար այնտեղ հող չկա պատրաստ։ Ես նույնիսկ ասի ես այնտեղ բոլոր լիբերալներին անձամբ ճանաչում եմ, այսինքն այդքան քիչ են, երիտասարդները ասում են, չէ, երիտասարդ են, առանձնապես չեն պատկերացնում, ինտերնետով հեռուստատեսությամբ արևմտյան կյանք են տեսնում իրենց տոնում, բայց դա ծանր աշխատանք է ժողովրդավարությունը իրականում, եւ այստեղից հետեւյալ բանը, հենարան այդ բոլոր բաների համար, ամերիկյան ունիվերսալ լրջիկները տեղադրելու համար չկա, սիրեմ, շատ թույլ է։ Եթե չկա, ապա այդ ազատ սիրիական բանակը, որը ասում են, որ ինքը հենց աշխարհիկ ուժ է, ումից է ձևավորվել։ Ես այստեղ պատասխանը գիտեմ։ Այսինքն հնարավորի մասին է պետք խոսել, ոչ թե անհնար բաների մասին։ Եվ հասկանալի է, որ այնտեղ հիմա 300-ից ավելի MC խմբեր ու կազմակերպություններ կան, որոնց մասին կարելի է խոսել, որովհետև նրանց մասին, որ պետք էլ չի խոսել, շատ են։ Դրանք եւ ցեղեր են, որոնք ինքնակազմակերպված են բնականաբար շարունակական հիմքի վրա, իրենք են հարձակվում, իրենք են պաշտպանվում, առանձին ոնց որ արդեն բանը։ Դրանք ցավոք սրտի խուժանն է, որը միշտ բախտոր ջերում ձուկ է որսում, բնականաբար, այդ ամբողջ kidnapping, trafficking եւ այլն, սրանց հետ է կապված։ Դա գաղափարական կազմակերպություններն են, որոնք այս կամ այն, մեզ դուր եկող կամ դուր չեկող, գաղափարի հիման վրա են գործում, դա եւ կրոնական ծայրահեղ կազմակերպություններն են այս կամ այն ուղղվածության իրար խփող, եւ նաեւ կառավարական ուժերն են, որոնք ներկայացնում են Սիրիայի վարչակազմը, որոնք բավականին մեծ օժանդակություն ունեն, թե հենց ալավիական բնակչության կողմից,
թե սուննիական, բայց բավականին մեծ օժանդակություն ասելով մենք պետք է հաշվի առնենք, որ արդեն 4 տարի է այնտեղ բռնությունը, մարդասպանությունը, արհավիր կա, հա։ Տնտեսություն չկա, հարցը թե երկրորդ գործունեություն չկա։ Վերականգնվի, եթե հա, շատ դժվար է, շատ ծանր գործ է, ծաղկող երկիր է, հա։ Այնքան ափսոս է, որ նայում եմ այդ կադրերը ու գիտեմ այդ տեղերը ուղղակի անվերադարձ կողմում։ Հա, հոգից անվերադարձ չի ասի, որովհետև ամեն ինչ կարելի է։ Անորոշ ժամանակով, անորոշ ժամանակով, այո։ Եվ հիմա խոսում են ֆեդերալացման մասին, բաժանելու մասին, ինձ թվում է դատարկ խոսակցություն է, որովհետև նախ այդ ուժերը չկան, հա, որոնք հստակ ինչ-որ բանի համար պատասխանատվություն վերցնեն, եւ դա շատ ավելի մեծ խնդիրների կբերի։ Ես ցավոք սրտի կարծում եմ, որ միշտ ամենավատ սցենարն է այսօրվա ժամանակակից, առաջ մի քիչ ուրիշ էր, հիմա ժամանակակից աշխարհում միշտ ամենավատ սցենարն է իրականացվում։ Կարծում եմ, որ կարող են մարդիկ այդ ֆեդերալացման գաղափարի հետևից ընկնեն եւ իրենք նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ հետագա արհավիրքների դա կարող է բերել։ Ուրեմն բնականաբար պետք է վերականգնել օրենքը։ Հա, մի երկիր, որտեղ օրենք չի գործում, դա երկիր չի։ Հա, Կոնֆուցիոսի մի արտահայտություն կա, որը իմ ամենասիրած արտահայտությունն է։ Ասում են, երբ որ շինացիների մոտ թագավորել չկա, նրանց մոտ օրենք կա։ Իսկ երբ որ բարբարոսների մոտ թագավորել կա, նրանց մոտ օրենք չկա։ Հա, հիմա այս երկրում ոնց որ ոչ թագավոր կա, արդեն ոչ օրենք կա։ Սկզբից պետք է վերականգնել օրենքը, օրինականությունը։ Հետո գտնել թագավորին։ Հենց խնդիրը այդ թագավորի մեջ է։ Չէ, խնդիր չկա այստեղ։ Իրականում խնդիր չկա, հա։ Վերջը այս ամեն ինչից հետո շատ եթե այդ նախնական երկու պայմանները, հա, ահաբեկիչները բեմից հեռացվեն։ Հետո Ասադի հարցն է արդեն։ Ասադի հարցը շատ հեշտ է, ընտրությունների խնդիր է։ Այսինքն այստեղ որևէ խնդրեմ ես չեմ տեսնում, բայց որպեսզի դա լինի, երեք հիմնական խաղացողները Չինաստանը չմոռանանք, պետք է անպայման այս հարցի շուրջ գան պայմանավորվածության։ Այդ դեպքում ռեգիոնալ խաղացողները, այսինքն Թուրքիան եւ Իրանը ստիպված պետք է լինեն հաշվի նստել մեծերի պայմանավորվածության հետ։ Հասկանալի է, որ այնպես պետք է արվի, որպեսզի տարածաշրջանային խաղացողների շահերը շատ չվնասվեն։ Հա, այստեղ եւ Սաուդական Արաբիան, որը չպետք է իրեն շատ ընկճված զգա, հա, այստեղ եւ Իրանն է, որը բնականաբար այս շիական գոտու պահպանման մեջ տեսնում է իր ապագան, իր ազդեցությունը եւ չի կարելի դա անել, թե չէ դա շատ վտանգավոր հետևանքների կբերի եւ սա Թուրքիան է, որը պիտի վստահ լինի, որ քրդական գործոնը այստեղ մեղմացած է։ Եթե այդ խնդիրները, այդ հարցերը չլուծվեն, սրանք իհարկե մեծերի պայմանավորությունների խնդիրներն են։ Այո։ Գանք մեր խնդիրներին, պարոն Հովհաննիսյան, որովհետև այսօր մեր խնդիրներից որին մենք շատ մեր խնդիրներից հատկապես մարդկային խնդիրներին։ Մենք այնտեղ ունենք դեռ հազարավոր մարդիկ, որ ապրում են եւ մենք նաեւ այս վերջի շրջանում հատկապես շատ ցավոտ է այդ հարցը հայ հասարակության մոտ ընկալվում, ինչու Հայաստանի կառավարությունը շատ ավելի հստակ կոնկրետ քայլեր չի ձեռնարկում իր հայրենակիցներին օգնելու համար։ Օդանավեր ուղարկվեցին, հումանիտար օգնությունը հասավ, բայց այստեղ արդեն մարդկային կյանքն է դարձել խաղաքարտի վերադրված։ Ես մի շարք անգամներ առիթ ունեցել եմ ասելու, որ քանի որ չեմ տիրապետում ինֆորմացիայի եւ սա միակ բանն է, որի համար իրավունք ունեմ քննադատելու իշխանություններին, ապա չեմ կարող նրանց ոչ գովաբանել, ոչ քննադատել այդ հարցում իրենց գործունեության համար։ Ես չգիտեմ ինչ են անում, ուղղակի չգիտեմ։ Ես էլ եմ լսել, որ ինքնաթիռներ են գնացել, ինչ-որ բան տարին են։ 4-րդ տարին է։ 5-րդ արդեն գալիս։ Արդեն 5-րդ։ Ինքնաթիռներ են գնացել։ Իսկ այս տարիների ընթացքում հսկայական գործ կար, որ պետք էր անել։ Ես չգիտեմ ինչքանով է արվել։
Այսինքն այստեղ մենք դիվանագիտության խնդիր ունենք, թե պարզապես Սփյուռքի նախարարությունը շատ լավ չի Մենք աշխատում։ պետական որոշման, պետական կամքի դրսևորման խնդիր ունենք, հա, որովհետև դեռևս տարիներ առաջ հստակ առաջարկվել էր, որ պետք է համահայկական մի լուրջ, ոչ թե տաշի-տուշիով, հա, լուրջ փակ խորհրդակցություն արվի, որտեղ որոշվի, թե ինչ ծավալի հետ գործ ունենք, որտեղ որոշվի, թե խնդիրները քանի մակարդակի են, հա, եւ ինչ լուծումներ ունեն, եւ որոշվի, թե ով է, որ լուծումը իրականացնում։ Դա համընդհանուր, համահայկական խնդիր է։ Դա միայն Հայաստանի Հանրապետության խնդիրը չի, բայց իհարկե դա պիտի Հայաստանի Հանրապետությունը աներ, հա։ Նորից ասեմ, գուցե արվել է, ես տեղյակ չեմ։ Հիմա համենայն դեպս մեր Սփյուռքի նախարարությունից ասում են պաշտոնական տվյալներ են, որ այս անցած 5 տարիների ընթացքում Հայաստան է տեղափոխվել 20,000 սիրիացի, որոնցից 17,000-ը մնացել է հայրենիքում, բայց մենք դեռ գիտենք, որ հազարավորներն շարունակում են մնալ այնտեղ։ Երբ որ մենք պարբերաբար գնում ենք Զվարթնոց եւ փորձում ենք տեսնել, թե ովքեր են գալի, ինչպես են գալի, պատմությունները իհարկե շատ տխուր են, շատ հուզիչ են, բայց դրա հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ իրոք մարդիկ, թեպետ այո, այստեղ նստած մենք չգիտենք, թե այնտեղ ինչ է տեղի ունենում, բայց այնտեղից եկողները բերում են այդ ինֆորմացիան, ու ինֆորմացիան շատ տխուր է, որ շատերը իրոք չեն կարողանում, չունեն տարական ֆինանսական միջոցները գալու այստեղ։ Այս մասով ամենաթվում էր, թե պարզ տարական բաներ, որ կարող էին մեր իշխանությունները կազմակերպել։ Նախ ես կարծում եմ, որ 20-ից ավել, 20,000-ից ավել մարդ կա եւ ոչ միայն հայեր։ Այստեղ մենք ասենք այս հաշվի մեջ չեմ կարծում, որ մտնում են այն հայերը, որոնք արդեն վաղուց ստեղ տներ, բնակարաններ ունեն, բայց Սիրիայում Հալեպում էին ապրում կամ Դամասկոսում էին ապրում, բայց երբ որ վիճակը դարձավ աղետալի, արդեն տեղափոխվեցին։ Դրանք եկել են իրենց տուն, իրենք այստեղի քաղաքացի են, այստեղի բնակիչ են, այդ հաշվարկից դուրս երկար ժամանակ բնականաբար չէին ուզում դուրս գալ այն մարդիկ, որ ամեն ինչ կորցնում են։ Այո, գործ, բիզնես են ամեն ինչ կորցնում են։ Տուն, բնակարան, քիչ բան ունեն, դա են կորցնելու, ինչ անեն։ Ես վերջերս անցած շաբաթ էլի մի այդպիսի դեպքի հետ եմ հանդիպել, որ չէ, ես դուրս չեմ գա, մի կարծեք, որ ստեղ այդքան անտանելի է, ոնց անտանելի չէ, այդ տնաշեն, ձեր ամբողջ թաղամասը քարուքար, ես տեղափոխվել եմ, ասում ուրիշ տեղ եմ, դե արդեն նորմալ չի, չէ վիճակը։ Եվ հասկանալի է, որ պետքա, ձեզ ասեմ, որ մի բան, մեր հյուպատոսություն միակն է, որ աշխատում է Հալեպում, մնացած բոլոր հյուպատոսությունները վաղուց փակվել են, մենք պիտի գնահատենք, այս մարդիկ նստած այնտեղ աշխատում են և արագացնում են այդ բոլոր հնարավորությունները, անձնագիր տալն, այսա, այնա, իրենք իրենցից կախվածը անում են, այսինքն դիվանագետներին էստեղ այս հարցում մեղադրել մենք իրենք չունենք։ Ուրեմն կազմակերպչական և ռեսուրսային խնդիրների լուծման հետ է կապված պրոբլեմը, ես այդպիսի դատողություն կանեի, որը նույնպես լուծվող խնդիր է ախր։ Եվ ինչ ասեմ, հուսավոր կլուծվի։ Մենք միշտ սիրում ենք տարբեր հանգանակություններ, հիմնադրամներ, ամեն ինչ կազմակերպում ենք, հավաքում ենք գումար, այս բանը անելու, այն բան։ Այս դեպքում հնարավոր չէր թեկուզ այդ միջոցներով նաև այնտեղի հայերին ինչ-որ օգնության ձեռք մեկնել։ Գիտեք ինչ, այստեղ մի խայտարակ բանի մասին ենք մենք հիմա խոսում։ Դե եթե պետությունը չի ձեռնարկում այդ քայլերը, 1000 դրամ ամեն ամիս բանակի համար պիտի փող հավաքվի։ Դա այսօրվա ամենաակտուալ թեման է։ Այսինքն կներեք, բյուջեում ոնց որ չէ, կա չկա, այդ իմ գործը չի, հա։ Բյուջեում տող կա բանակի հետ կապված եւ այնտեղ սահմանված գումար կա, որը հարկերից մեր տված արդեն, հա, իմ հալալ աշխատած փողից ես հարկ եմ տալիս, դա պիտի տեղ գնա, ուր է գնացել դա։ Եվ ես ինչի նորից պիտի տամ, ու էլի չիմանամ ուր է գնալու։ Ես դուք ասում եք Դե ես նկատի ունեի հենց դա, որ այսինքն եթե մի բանի համար արդեն արվում է, այսինքն ուրեմն այստեղ մենք նույն բանի հետ գործ ունենք։ Նախադեպային ոնց որ Միացյալ Նահանգներ Ռուսաստան հարաբերություններում վստահության պակաս։
Այդ տեսեք, երբ որ մենք փորձում ենք կապ հաստատել այս հենց Հալեպում ապրող մարդկանց հետ, կար կարծիք նաև, որ պետք է հայկական համայնքը այնտեղ շարունակել պահել, չնայած պատերազմական վիճակին, չնայած որ այնտեղ ամեն օր մարդ է մահանում, միևնույն է պետք է պահել այդ հայկական համայնքը։ Դուք այնտեղ աշխատած, ապրած մարդ եք։ Դե ես կարծում եմ, որ մեր համայնքները չափազանց կարևոր են, հա։ Ես կարծում եմ, որ մինչև որոշակի վտանգի մակարդակ ամեն ինչ պիտի անես, որ այդ համայնքները ամրապնդես, ուժեղացնես, ինչպես ասենք լիբանանյան իրադարձությունների ժամանակ ամբողջ հայ համայնքը այնտեղ կազմակերպվեց եւ շատ լուրջ պաշտպանության համակարգ էր ստեղծվել, այդ պատճառով շատ քիչ վնասներ կրեց, բայց պահը հասնում, երբ որ վտանգը արդեն չափազանց մեծ է, եւ այդ ժամանակ դու պիտի մտածես, որ այդ նույն համայնքը, որը հետագայում կարող է էլի գնա, էլի հիմնվի, էլի արմատներն ընդեղ է, պիտի կարողանաս էվակուացնել։ Time out կոնե վերցնեք։ Հա, իհարկե, որովհետեւ ամենաթանկ բանը մարդն է։ Ամենաթանկ բանը մարդը, մնացածը կարելի է վերականգնել։ Իսկ նորից կրկնեմ, իհարկե, մեր համայնքների դերը, մեր արտաքին քաղաքականության համար, մեր ինֆորմացիոն համակարգի, ներքին հայկական ինֆորմացիոն համակարգ գույություն ունի, չէ՞, որ հարևանից, բարեկամից, բաժանավից եւ գնում գալիս է Ամերիկայի լուրը, մեկ էլ արագ քո գրպանում է, ինչի, որովհետեւ Skype-ով հանդեղ ես, հա, այսինքն բազմաթիվ իմաստներով, շատ չխորանամ, այդ ցանցը չափազանց կարևոր է, այսինքն եթե մենք ցանցապետական համակարգի մասն ենք խոսում, իհարկե դու պիտի պահես դա, եւ որտեղ որ թույլ է, այնտեղ պիտի արում գնա, չէ, ոնց է մարդու օրգանիզմն էլ է այդպես, չէ, որտեղ որ վնասված թույլ կետ կա, այնտեղ արունա գնում, որ կարգի բերի այդ ամեն ինչը։ Եվ միայն այդ տրավմանության մեջ կարելի է մտածել ոնց են գալ գլոբալ հայության մասին։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան զրույցի համար, Ազատություն ռադիոկայանը, Ազատություն TV-ին վավերագրություն է պատրաստել նաև այս թեմայով։ Խոսքը Հալեպում հայազգի հինդույանների ողբերգական մահից հետո Հարություն Զուլումյանի ընտանիքի մասին է, որը որոշեց պատերազմող երկրից դուրս բերել ընտանիքը 3 երեխաների համար անվտանգ կյանք ընտրելով հայրենիքում։